Տիկին Ղալեչյան, իմ հարցը մյուս հարցերի շարունակությունն է ըստ էության, այսինքն ինչ է ստացվում, որ մենք վարկը այսօր ազգային ժողովը կհաստատի, վարկը կներգրավենք, տոկոսները դրա համար կփակենք, մեր հարկատուների վճարած գումարներից, բայց հստակ ծրագիր, որ սա է իրականացվելու, երրորդն է իրականացվելու, դեռևս գոյություն չունի։ Կա ընդհանուր պատկերացում, թե որ ոլորտներին պետք է առնչվի, ընդհանրական ծրագրերը կան, բայց կոնկրետ ձևակերպումներ, կոնկրետ ծրագիր չկա։ Օրինակ դուք ասում եք, որ կա թեկնածու ծրագիր, օրինակ Կապանի պոլիկլինիկան վերակառուցելու եւ այլն, բայց Տիկին Ղալեչյան, Կապանի պոլիկլինիկան հիմա վերակառուցվում է։ Ես չգիտեմ, թե ոնց է հայտնվել որպես թեկնածու, բայց ամեն դեպքում անհասկանալի է, եթե մենք գումարը ներգրավում ենք, բայց կոնկրետ չկա, թե ինչի համար ենք ներգրավում, դա խնդրահարույց է, հետեւաբար նաեւ անհասկանալի է, թե ոնց եք հաշվարկել, որ 50 միլիոնը բավարար է ընդհանուր ծրագրերի իրականացման մասով, եթե չկան այսպես ասած անուն ազգանունով ծրագրեր այս մասով։ Շնորհակալություն հարցի համար, իրականում ծրագրի գործիքը ենթադրում է, որ կառավարությունը հիմքում դրել է, այսպես ասած, նախանշվող ծրագրեր, բայց ինչու է նախապայմանները աշխատում այս սկզբունքով, քանի որ այդ ծրագրերը պետք է մանրամասն գնահատման փուլ անցնեն, դա պարտադիր պայման է, սույն վարկային համաձայնագրի ներքո, ընդ որում շատ համակողմանի այդ գնահատումը սկսած իր սոցիալական ազդեցությունից, բնապահպանական, տեխնիկական եւ այլն, եւ թեկնածուները, որը ոլորտային նախարարությունները ներկայացնում են, ունեն տարբեր պատրաստվածության, որևէ մեկ ունի նախագիծ, որ մեկ ունի ուղղակի գաղափար, բայց ծրագրերը պետք է ստանդարտ ընթացակարգին բավարարեն եւ հիմնավորվեն դրանց առաջնահերթությունը, դրանց նպատակը եւ ինչ խնդիր են կոնկրետ լուծում մարզի համար։ Ուստի այդ ծրագրերին մենք ասում ենք որպես թեկնածու ծրագրեր, որովհետեւ վարկի ներքո մենք չենք կարող հիմա իդենտիֆիկացնել, տեսնենք թե որ ծրագրերն են, բայց մանրամասն աշխատանք, որ տարվել է համայնքների հետ, մարզպետարների հետ, մեր կարիքների գնահատման պատկերը ձևավորվել է։ Օրինակ կրթության ոլորտում, Կապանի պետական քոլեջի վերակառուցում եւ այլն։ Դա պետք է մենք դեռևս հասնենք իր պատրաստվածության ամենաբարձր մակարդակին։ Շնորհակալություն։ Արձագանք։ Տիկին Ղալեչյան, իմ ասացի էությունն այն է, որ մենք հակառակ ծայրից պետք է գայինք, այսինքն ունենայինք այդ թեկնածու ծրագրերը հաշվարկված, կոնկրետ համապարփակ ուսումնասիրություն ունեցած, հասկանայինք որքան գումար է անհրաժեշտ այդ ծրագիրը իրականացնելու համար, հետեւաբար վարկը այդքան համապատասխան գումարով ներգրավեինք։ Հիմա կարծես թե հակառակ ծայրից են գալիս։ Հիմա ազգային ժողովը կհաստատի, որ վարկը վերցնում ենք, տոկոսները փակելու ենք, թե ինչքան ժամանակ կտևի, մինչև այդ ծրագրերը հաստատվեն, մինչև տենդերները հայտարարվեն, դա բավականին երկար ժամանակ տևելու է։ Այսինքն իմ ասացի էությունն այն է, որ կարծես թե հակառակ ծայրից ենք գալիս։ Փոխանակ հստակեցվեին կոնկրետ ծրագրերը եւ ըստ այդմ վարկ ներգրավել։ Հիմա վարկը ներգրավում է, հետո կքննարկենք, կորոշենք, կհաստատենք ինչ ծրագիր պետք է իրականացվի։ Արձագանք կարելի է, պարոն նախագահ։ Արձագանք կարելի է, շնորհակալություն։ Եվ այն հանգամանքները, որ դուք նշեցիք, հիմք են հանդիսացել, որ մենք ավելի երկար չմասհանվող ժամանակահատված ունենանք հնարավորություն 3 տարի։ Դա նաև ծրագրերը պատրաստության աստիճանի բերելու համար է։ Իսկ այսպիսի գործիքներ գոյություն ունեն, այսպիսի հովանոցային ֆինանսավորման գործիքներ մեր մոտ տարածված չէ, որտեղ մենք միշտ գալիս ենք պատրաստ նպատակային ծրագիր ֆինանսավորելու փաթեթով, որպես կանոն միջերմավարկային համաձայնագրերը դա են, բայց այս մեխանիզմները շատ գործուն են եւ կարողանում են իրենց թիրախներին ծառայել։